Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունները։ Հիշեցնեմ ձեզ, որ ովքեր կցանկանան գրանցվեն Քոչարի ազգային վերածնունդ կուսակցությանը, կարող եք ձեր անձնագրի նկարը ամբողջ էջով դնել սեղանի վրա մատ վրան չդնել, նկարել ուղարկել, եթե ունեք գրանցում, գրանցման էջն էլ նկարել, կամ ID քարտը երկու կողմից նկարեք ուղարկեք։ Այն մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, քանի որ շատ հետևորդներ ունենք, ուղարկել էին, պարզվեց Ռուսաստանի քաղաքացիներ են։ Ոչինչ, միմիայն Հայաստանի։ Հարգելիներս, ես այսօր հաղորդում ուզում եմ սկսել մի կարճ ուղերձով, որովհետև հենց այս ուղերձից հետո կշարունակեմ հաղորդումը։ Բոլորը ինձ տեսել են, մի քանի հոգի նախատել են, թե Գագիկը սկսել է հայոյանքով խոսել, դոգը չկա, չէ ժողովուրդ ջան։ Մարդիկ, ովքեր հասցնում են դրան ու փորձում են, ուղղակի դուք չգիտեք ես ինչի եմ ասում, երբ որ մարդու նկարի տակ, ընտանիքի նկարի տակ վերջի հայոյանք են գրում, չարձագանքելը դա լինում է ամենափոքր բանը, վերջի այլանդակ հայոյանք։ Հիմա ուզում եմ դիմել շատ կարճ ու անցնել։ Ուզում եմ դիմել Բևերի անդամներին։ Դուք որ մի բանի մասին ասում եք, հայոյանք չկա ժողովուրդ։ Դուք որ մի բանի մասին հաղորդում եք անում կամ ասում եք, դուք տեղյակ պահել եք ձեր տերերին, հա? Ձեր վերադասներին դուք տեղյակ պահել եք, հələ մի հատ գնացեք տեղյակ պահեք, տեսեք իրենք ձեզ արտոնում են, ու եթե արտոնում են, բարի եղեք, այդքան տղամարդ եղեք, ասեք, այո, Բևերի վերնախավը ինձ արտոնել է Գագիկ Թադևոսյանի sense բաներ ասել։ Բանը վիդեո արեք, արտոնեք, որ տեսնենք ինչ ալում։ Քանի որ Բևերը ղեկավարությունը ասում է, ես այտենց բան չեմ արտոնել ու հանում եմ։ Ես իմ գործն եմ անում, դուք ձեր գործ արեք։ Okay, դուք ձեր գործ արեք, ես իմ գործն եմ անում։ Դուք իբր ազգ եք փրկում, թե ազգից ձեզ եք փրկում, ձեր փրկություն արեք, բերդում ձեր տղեկին մի մոռացեք, տարեք գցեք ու թռեք, դուք ձեր ձևով ապրեք։ Ես ձեզ էլ չեմ անդրադառնալու, որ ձեզ գովաց չլինի պետական ձեր հրամանը Նիկոլ Փաշինյանի եւ Սերժի կողմից չլինի, դուք ձեր համար ապրեք։ Մինչև կտեսնենք ինչ անում։ Վերջ, այսքանով ավարտում եմ։ Հիմա անցնենք հաջորդ հարցին։ Անցնենք մի հարցի, որը հենց այսօր տպեց Գելափա, Աղվեսափա, Շունափա, որը միշտ եղել է պետության մարդը, չգիտես ինչի այսօր փորձում է իբր իրականություն տպի։ Ուրեմն նախնական տվյալները տպե, որ Հայաստանի Հանրապետությունում եթե Կիրակի ընտրություն լիներ, հաղթելու ամենաշատ ձայնը հաղթելու չէ։ Ստանալու էր Նիկոլ Փաշինյանը 11.8%, այն ձայների քանակն է, ինչ որ ստացավ Ալենյանը։ 11.8%, եթե իրենց թվով հաշվենք, իրենց իբր թե 241,000, որը կրկին անգամ խապկանք է։ Պարզ է, չէ՞։ Եթե իրենք գրում էին 2.400.000 մարդ պիտի լինի ընտրությանը, հո չեն հավաքում մասնակցողների։ Չէ՞ որ ընտրության հեսա կասեմ, ես Գելապի տվյալները անգիր եմ արել, չեմ գրել։ Ինչ են նշանակում մասնակցողները 2.410.490, ուրեմն 241,000, այսինքն այսպեսի աղվեսություն եք անում, եթե ընտրությանը մասնակցի 1.2 միլիոն, հա, կեսը ուղիղ 1.2 միլիոն, դուրս է գալիս 20-22.4% ունի, հա, 22-23.6%, չէ։ Էլի կապիկություն, լավ, երկրորդ տեղը գրել են Քոչարյանին, երրորդ տեղը գրել 4.7, թե ինչքան, երրորդ տեղը գրել են Դոկին 3.5 եւ մնացածին մանր-մունր գրել են, ընդհանուր առմամբ հաշվել են, բոլորն իրար հետ կազմել են 30%։ Բնականաբար մեր անունը չկա։ Ինչի պիտի լինի, որ Արտակ Սարգսյանի ձերբակալության մասին ոչ մեկ չի խոսում։ Այդքան լավ տղա եկել եք հիմա խնդրում եք թե մեզ չկպնեք։ Բա մեկը թե եք մի հատ Արտակ Սարգսյանի ձերբակալության ապօրինի մասին խոսեիք Բևեր։ Հասկանու՞մ եք, ես չեմ կպնում, ես իրականություններ եմ ասում։ Շարունակենք, թողնենք էլի սա։ Հիմա դուրս է գալիս այնտեղ գրված էր, որ ոչ մեկին չի ընտրելու։ Գնալու է հատուկ փչացնի թերթիկները 7% մարդ։ Չի դժվարանում է ցանկություն չունի մասնակցելու 24% եւ 37% էլ մնացածը։ Այսինքն բոլորն իրար հետ եղավ մոտավորապես 1.6% է կար որ ընդհանրապես թքած ունի չի մտնելու։ Այդպես մի խոսքով 70%-ը լրիվ մարդիկ կողմնորոշված չեն։ Հարգելի հետևորդներ, մենք աշխատում ենք, որ այս 70%-ը ճիշտ կողմնորոշվի ազգի հարցի վրա։ Ինչ ազգային հարցը եւ ինչպիսի մոտիվացիաներ կա, ես հենց հիմա կներկայացնեմ ձեզ։ Կարճ գլուխ չտանելով։ Նախ ամենաառաջինը։ Սկսենք
ցուցադրվող այս սուտի լուրերից, որ հետո անդրադառնանք սրան։ Ուրեմն ի՞նչ է կատարվում։ Հիմա դատական նիստը Սերժ Սարգսյանից գիտեք ինչա պահանջել խափանման միջոցը։ Քաղաքից հայրենիքից չբացակայել։ Լավ միջոց է, չէ՞։ Սերժ Սարգսյանից, որ այդքան բոլորով ասում եք, թալանել է Նիկոլ Փաշինյանը նախկինը մաքուր, սիրուն, պուպուշ կոստյումը հագած իր Ստեփանորիչի զապինկեկը գցած Տեյստոնի կամ մյուս կոշիկները Արտյոլի հագած, սիրուն ջիուդական մասոնական նշանով Սիրժիկը սպանագալի։ Հայաստանից չբացակայել։ Ցանկացած մարդ երկրագնդի վրա, որ ազգից ուզում լինի, կերազեր Հայաստանում թալաներ այդքան փող եւ նրան ասեն ամենածանր քո դատավճիռը Հայաստանից չբացակայելն է։ Էլի հիշեցնեմ Արտակ Սարգսյանին ձերբակալածը, կիսա ձերբակալածը իբր թե համակրելու համար, ախր համակրելու բան է չկա այնտեղ։ Բագրատին համակրել, բույք այդ բերանս ինչի եք բացում։ Հազիվ որոշել եմ այսօր ավել բառ չասել։ Հիմա հաջորդը Քեթրինի Միրանից ընդամենը պահանջում են 25 միլիոն դոլար փող, որ ազատվի։ Քեթրինի Միրանի թուղթը տպեցիք, գոռացիք, դատական գործարիք, Ռուսաստանից պահանջում ենք 800 միլիոն դոլար միմիայն օֆշորային փաստաթուղթներ Պանամայի, մի տոննա բռնեցիք, 8 տոննա դեղ ներմուծեցիք, 270 կիլոն վրից տարակ Միրանը դե գորմեր աղբեր այդ փողը սուրա եւ այլն։ Բարձրում որ Քեթրինի Միրանից պահանջում է 25 միլիոն դոլար, նորից նույն բանը կասեն։ Հայաստան երկրագնդի ցանկացած քաղաքացի կցանկանա, որ Հայաստանի Հանրապետությունից գողանա 800 միլիոն դոլար փող եւ ընդամենը նրանից 25 միլիոն ստանան ու գործը փակվի։ Այս է այսօրվա դատավարությունները, արդարությունը։ Այսինքն մարդը գողանում է, դրա 5%-ը տալիս է, ազատվում է 5%։ Վերջ։ Էդիլը 800 միլիոնը երևացողներ, բա չերևացողներ ինչքան էին։ Չշարունակենք։ Հասկանալ է, ես այսօր միայն ցույց եմ տալիս ձևերը։ Հիմա անցնենք մեր մյուս հարցերին, ամենակարևոր, որ 50 հատ վարորդ ազատվել է աշխատանքից։ Ուրեմն ինչի են ազատվել մարդիկ հոյակապ գործի համար։ Տղեկ ջան, ձեզ նախ ոչ թե ասում եմ լավ է եղել, որ ազատվել եք, սոված եք մնալու, աշխատող մարդը միշտ է գործ կգտնի։ Մարդիկ խելքով են վարվել։ Դուք բազմաթիվ ելույթներ եք ունենում, հիմնականում բաց WhatsApp-ային, որը շատ հեշտ ծրագրերով գտնում էին կոմպյուտերային եւ ժողովրդի մեջ էին լցնում Հայաստանի սուտ իբր ընդդիմությունը, որտեղ ասվում էր, որ ձեր վրա են դնում, դուք պիտի պայքարեք հանուն, ինչ էին ասում, պայքարեք հանուն Աստծո, հանուն մեր արդար գործի, քաղաքապետանի խոսացողներն է։ Դե պայքարեիք։ Այդ մարդկանց, այն որ ասում է հարսի հետևով փեսին լավություն ես, այդ խեչ վարորդներին աշխատանքի ներվերի շնորհիվ ուզում եք ձեր քաղաքապետանի կոպեկները հավաքեք, որ ցույց են տալիս, որ Ալեն Սիմոնյանը 1600 եվրոյանոց մոկասին կոշիկ է չէ, հագնի տարվա մեջ 270 օր գործողման գնա, հա 160,000-ից ավտո քշի, ստի Գերմանիայի կառավարական մարդիկը տես մեքենաներ չեն քշում։ Բերեք տանեմ Անսբախի, Բավարիայի ղեկավարներին տեսեք ինչ մեքենաներ են քշում։ Անսբախի դատավորը եկել էր 1995 թվականի կուպե Մերսեդեսով գործի։ Գնացինք տատի։ Փաստաբանը եկել էր Porsche 911 Supercar-ով։ Այսինքն, այն փաստաբանա փողավերցնում թույլ է տալիս, իսկ դատավորը չէ, Հայաստանում հակառակն է։ Նայում եք պետական աշխատավարձերին, քանի անգամ եմ ասել, համեմատել են պրեզիդենտներին է։ Նիկոլ Փաշինյանն ու իր եղբայր Ալիևը զբաղեցնում են աղքատ երկրների մեջ առաջատար տեղեր աշխատավարձով։ Նիկոլը չգիտես ինչի տարեկան իբր գրել է, բնականաբար դա իր մի ժանվա կնոջ մի հատ, ինչ ասեմ, ճաշկերույքի գիննա 30,000, 29,740 զարմանալի է Հայաստանի չափ, տարածքի չափ աշխատավարձագրեց, սիմվոլիկա ջեուդները նեն սիմվոլ սիրում 29,743 դոլար աշխատավարձ տարեկան, որից նույնիսկ Կասիմ Ջոմարտ Տոկաևը եւ մյուսները իրենից չի չեն ստանում։ Հիմա կասեք Ջոմարտը թալանում է, ինչի Նիկոլը չի թալանում։ 0 դրամ աշխատավարձ Հայաստանում Իրանի ղեկավարը։ Սա կասեք թալանում, ինչի Նիկոլը չի թալանում։ Ինչ տարբերություն։
Մեկ է նույնն էլ Ալիևն է, որ 400,000 թե կես միլիոն աշխատավարձ է ստանում Պուտինից շատ։ Պուտինն էլ է թալանում Ալիևն է։ Այս ինչ ասեմ, սա ուռած փչած դիկտատորների կերպարն է ժողովուրդ։ Մարդու ծիծաղ է գալիս նայում ես երկրի վիճակին։ Հզորագույն մարդ, պատմության մեջ հզորագույն մարդիկ, Իրանի ղեկավար Ահմադինեջադը մինչև հիմա գյուղում է էլի ապրում, էլի հորդ կովապահում ամեն ինչով։ Ուրուգվայի երկրի ղեկավարը 11,300 էր ամսական աշխատավարձը, 10,000-ը հետ էր տալիս բյուջե, 1,300-ն էր պահում, որպեսզի իր գյուղում հին 70 թվի Volkswagen Ժուկով եւ ամեն ինչով ապրում էր։ Մի հատ հավունի, մի հատ շուն, մի հատ էսի ապրում էր գյուղում, միշտ էլ տենց է պրեզիդենտ եկավ ու գնաց իր 10 տարիների ընթացքում երկիրը տարեկան 15% աճով խփեց ելավ Լատինական Ամերիկայի առաջատար երկիր զարգացած, հավասարվելով եվրոպական երկրներին։ Այս մարդիկ գալիս են իշխանության առաջ որ ասում են Հայաստանը կդառնա Սինգապուր, նայած հետո սուպերմաման Երևանը կդառնա Գերմանիա, դառավ Գերմանիա սուպերմամա 2 տարի հետո։ Քանդիկ վերացրիք հիմա ընկել եք փողոցները։ Էլ ոնց բացատրեմ ժողովուրդ ջան։ Ստեղ ուրիշ բացատրելու տարբերակ կա թե չէ։ Հիմա ես ուզում եմ գնալ այն հարցի վրա, որ հայ բոլորը սկսել են հայ ազգի հարցեր լուծել, ոչ մեկը կոնկրետ հարց չի դնում, վերջնական ոնց ինչպիսի ճանապարհ է ինքը ընտրելու ընտրության։ Տեսեք բոլորը ընկել են, մարդամետ թուղթ են առել, ունեն միջազգային ինչ-որ թղթեր, անուններ չտամ, ամեն խումբը մի հատ, մեկը Վիլսոն առե, մեկը Վիլսոնի թուղթը հետևից առե, մեկը դեմից առե, մեկը տակից առե, ի նկատի չունեմ ես հայախառ իրականություն, մեկը փոխտվե տակից առե, մեկը վրից առե, մեկը սենց թղթով հայրենիք բերել։ Հիշեցում եւ վիկիտություն բոլորիդ։ Պատմության մեջ չի եղել, որ թղթով հող բերել։ Ուժն է ծնում իրավունքը հռոմեական ձևն է, եթե Հռոմը չլիներ ուժը, հռոմեական իրավունք եւ այլն կայսրությունը կլներ, չէ։ Եթե մոնղոլները չլինեին ուժեղ իրենց քոչվորական վիճակով, մոնղոլական հսկայական կայսրություն կլիներ, չէ։ Եթե ուժին ու զենքին չտային ռուսները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ մնացածը կլինեին, չէ։ Ինչի Ամերիկայի Միացյալ Նահանգները կլներ, չէ, ինչ արի Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Միլիոնավոր ստրուկների մահ, 13 միլիոնից ավել մենակ ստրուկների մահ, գունավոր մարդկանց կախարաններ, վախեցնել, եսի մնգնավոր սարքել, վառել տների մեջ եւ այլն։ Ռեզերվացիա, ով է սարքել ռեզերվացիաները։ Ես, Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Տիրելով 9,800,000 քառակուսի կիլոմետր հնդկացիների բնիկ տեղի ժողովրդի տարածքներին թողել են 220,000, են էլ ամեն, ոչ թե բոլորին միասին, ամեն տեղ մի բուջուր, մի 20 հեկտար մի տեղ, 500 հեկտար մի տեղ, 7,000 հեկտար մի տեղ, սենց կտոր, բացեք նայեք քարտեզները։ Բոլոր կողմերով ամերիկացիներով փակված, որ այդ ազգը ոտի չդուրս գա։ Եվ վերջապես ուժն է ծնում իրավունքի գաղափար։ Այսօրվա դրությամբ Սիրիայում երկու ստից գոռացին եւ վերջ Ամերիկայի դեբիլեն Ռուբիոյը ինչ սև շոնա էլ ասաց մենք ալավիների, քրիստոնյաների եւ մնացածի կողքին ենք ուրա։ Տեսել եք ջարդերի քանակը։ Ասեմ ձեզ, որ մինիմում ջարդերի քանակը անցել է մի քանի տասնյակ հազար։ Հիմա կասեք սուտ, դա ժողովուրդ միջից է ինձ գալիս ինֆորմացիա։ Միջից է գալիս ինֆորմացիան, զոհերի քանակը հասել է մի քանի տասնյակ հազար։ Այդ որ տպում են մի գիշերվա մեջ 500 եղավ 1000, դուք պատկերացեք մի զրո հանել են։ Մի քանի տասնյակ արդեն այդտեղ է, թե ինչքան վիրավոր կտրտած, գողացած աղջիկներ, երեխաներ, հայտնի չի, երեխաների հարյուրավոր դիակներ են ցույց տալիս, հարյուրավոր։ Սա եղեռնա, ով է հանում Թուրքիան։ Թուրքիայի ձեռքը բռնող կա, չէ, 20 թվին էլի Տրամփն էր ջհուդ ու սատանիստ, ձեռքը բռնին չէ, ոչ մեկ չբռնեց ձեռքը։ Հիմա առնես Խրիմյան հայրիկի պես, իսկ իմ ձեռքը մի խնդրաթուղթ էր, խփեցի շերեփի մեջ հալվա, ինչ պիտի լինի։ Հիմա ամեն մեկ իրան դրել է 7-8 հատ պապկա եմ առել, էս ինչի իրավունք, այն ինչի իրավունք, ազգերի լիգա եւ այլն։ Մակին շանտեղով է դնում, Ադրբեջանը դրես Մակի ու Կարմիր խաչի գրասենյակը փակեց, ինչ եղավ հետը։ Քանի օր փակելը։ 5 քանի տարի կմնա հայտնի չի։ Ով է հարցը լուծելու, արդեն երբ որ ուժը մենք ունենանք, ասած Սարգսյան Արտակի, երբ որ մենք օբյեկտից վերածվենք սուբյեկտի պետություն, որպես չդառնանք օբյեկտ, որ ով ուզի ինչ ուզի անի, այլ սուբյեկտ լինենք միջազգային իրավունքի, այդ ժամանակ մեր հետ հաշվի կնստեն։ Ոչ մեկ չի ներկայացնում հող ազատագրելու է, թե չէ, թե անկապ խոսալու է։
Ինչով է, որ ձևով է։ Մենք թուղթը առած, ես այս թուղթը կվերցնեմ, կգնամ Վիլսոնի գազատագրեմ մեկը, ես կվերցնեմ, ես իմ 1815 թվի եմ մեկը 1530 թվի։ Է ժողովուրդ ջան, ինչ եք այտենց անում։ Մի անգամից Տիգրան մեծի պայմանագրերը վերցրեք, մեծ հայկը վերականգնեք, բրծերեք։ Ինչ ա եղել ձեզ։ Մեկը ասում է, Գագիկ Թադևոսյանը սխալ է ասում, Հայաստանի Հանրապետության հողերը Հայաստանի տարածքը սկսում է բանից, դու ասա։ Պարսից ծոցից է հետո տանելու եք ժողովրդին ջարդեք այդքան։ Ով է գալու ձեր հետ։ Ում եք տանելու Պարսից ծոց մինչև բանը Դուբայ 2800 կիլոմետր։ Մտում ես 29500-ը պայելու ջանք ունեք, գնացել եք արդեն սկսում եք տես բան անել։ Ժողովուրդ ջան, հիշեք, ելի եմ կրկնում, մեր առաջարկ ուրիշ է։ Մենք ասում ենք պրոքսի բանակներով եք ազատագրելու եւ հայի արյուն չի թափվելու, հերիք հայի արյուն թափվի։ Վերջ, սա է մեր ճանապարհը։ Որ հայ տղան 58000 մարդ ունենք դուսը, հետ կան Հայաստան։ Այսօր ես բազմաթիվ Գերմանիայում հայեր գիտեմ, բոլորի վրա 16 միլիոն փող ա դրած, մարդիկ չեն կարող մտնել Հայաստան։ Այ մարդ այդ մարդը չգա, կարող լավ չի ապրում, գալիս է հետը փող աշխատե դուսը։ Բերում ա մի հատ գործ ա դնում։ Գալիս է, ամուսնանում է, սիրարվում այդ աղջիկը ասում է, չէ, չեմ ուզում, բնականաբար սիրարված գիտեք, ամուսինը պետք է ոտու ձեռնքի մն այդ աղջիկը հետ։ Վերջ։ Ինչի Հայաստանը այդքան վատ տեղ է։ Ոչ, շատ մարդիկ կան այսօր Հայաստան ուզում են գան։ Ես հարյուրավոր տղաներ գիտեմ, որոնց ծնողները չգիտեն ինչ անեն։ Ասենք եկել են, ասենք 3-4 տարեկան երեխան ստեղ ա եղել Հայաստան, գրանցված են դառել են 21-22 տարեկան։ 32 միլիոն փող են ուզում։ Բա հիմի դուք այդ տղուն ստիպում եք Եվրոպայում պսակվի մնա, հետո մարդիկ անընդհատ ինձ դիմում են տարբեր քաղաքներից, Գերմանիայից, մյուս տեղերից դիմում են մարդիկ։ Մենակ ես հարցը ոնց հալնելու։ Մենք ասում ենք, եթե մեր կուսակցությունը անցավ, մենք ծրագիր ենք առաջարկի, որ բանակը լինի վճարովի համալսանի նման, որ հայ զինվորը, հայ մարդը չգնա բանակ, կամ գնալուց հայ զինվորը գումարած լինի պրոքսի բանակ, հայ զինվորը գնա բանակ որպես համալսանի պես, աշխատավարձը որը լինի միլիոն ու կես, առհանդե 300 հոգի քնություն տան 300 հոգուց 5 հոգին կամ 7 հոգին ասնեն, այն օրը լավ է, որ մեր ասածները կրկնում են էլի։ Հելելեր են Հոխիկյաններ ասում, հայոց բանակը պետք է լինի պրոֆեսիոնալների եւ 300-ից, հա, լավ է կան որ կրկնում եք։ Գոնե տես գովազ դարեք, համաձայն ենք մենք։ Սա է մեր փրկությունը, այսինքն մեր ժողովուրդը պետք է վերարտադրվի, այդ երախուն ուղարկում եք ջայլ, սպանում եք հատուկ ջհուդի ծրագիր եք կատարում։ Սպանում եք վերարտադրության ժամանակ չկա։ Երկու սերունդ, եթե մենք թողենք 40 տարի վերարտադրություն, հայ սերունդը ամուր է։ Հայը աստծո մասնիկն է, ինքը շատ ուժեղ ալնելու հետևից հասնող չլինի։ Հիշեք։ Արցախյան պատերազմի հիմնական հաղթանակի նպատակը խորհրդային միության տարիներից արդեն Ստալինի սատկելուց հետո այն որ բոլոր ազգերը մի թեթև շունչ քաշեցին, Խռուշչովից մինչև 60-ից մինչև 90 թիմներ 88, երկու սերունդ, ուղիղ 1.5 սերունդ, 1.5 սերունդ 60-ից 91.5 սերունդ կարողացան Արցախ հաղթեն, բա բերեցին ջարդել, ծախել, սենց եղավ։ Այն մյուս 35 տարվա եկած բոլոր ղեկավարները կործանեցին, թե հոգևոր, թե մշակութային, թե ազգային, թե մյուս տարբերակները։ Հայը եղել է ու կա, ինչպես ասում եմ իմ լավ ընկերներից մեկը։ Հային ոչ թե մեր կրոնը հասկանում ենք, մենք բոլորս քրիստոնյա ենք, հասկանում ենք, բայց քրիստոնեությունից առաջ հայ չի եղել։ Ինչ հարց է տալիս։ Եղել է։ Դրանից առաջ չի եղել է։ Ամեն ժամանակ էլ եղել է։ Ինչի բոլոր ժամանակ աստվածները նույնն են եղել։ Ոչ։ Դրա համար հայը տեսակն է, օրինակ ես որ ասում եմ, այն օրը խոսում ենք, ասեցի Արևմտյան Հայաստանի վարչապետին, որ ասի, ես իմ համար օրինակ կան մամեդական հայեր, որոնց ես ճանաչում եմ, իրենք շատ գիտեք ոնց է, իրենք ձևական մամեդական հայ են, որ ուղղակի ծպտյալ հայերը այնտեղ մնան, իրանց հետ երկու բառ խոսում ես, մեկ ես բոլորս թաքուն անում խաչը ցույց է տալիս։ Հայ մամեդականը այտենց ֆանատ չի լինում, չունենք մենք ֆանատ մամեդական հայ, որովհետև եթե ինքը գիտակցում է հայ, արդեն ֆանատ մամեդական չի։ Չնայած ես էլի հարգում եմ, կան հայեր, օրինակ մեր Համշենի ժողովուրդը բավական ուժեղ են։ Բավական ուժեղ են, մեջն թե քրիստոնյա, թե մամեդական, բավական լավ տղեկ կան, ես շփվում եմ այդները։ Ու հայրենասեր, ու հայերեն է խոսում, ասում են, որ մենք հայ ենք։ Դա իմ համար ավելի կարևոր է, քան Երևան դիվանին նստած, բասկաթոռին նստած, մեկ ինչ-որ մեկի հետևը բռնած, ինչ-որ 10,000 դրամ ավել են տալիս, սրան հետևից է պաչում, նրան է հետևից պաչում։ Չեմ ուզում այսօր հայ եմ, հազիվ եմ զսպում։ Հա։ Դա գեղեցիկ չի։ Այ դրա համար է մեր երկրին պետք, ուղղակի մեր երկրին պետք է որ հայ տեսակը գոնե որոշ ժամանակ վերարտադրման գնա։ X ժամանակ գոնե 2 սերունդ։
ու դուք տեսեք հետևից հարցնող չի լինի։ Իսկ դրա համար աշխարհի չար ուժերը, սև ուժերը, ջհուդներն են, բոլշևիկներն են, սա են, այն, բոլորը աշխատում են այդ երկու սերունդը չթողեն անընդհատ կռիվել։ Անընդհատ թողեն կռիվել։ Այս 35 տարում բացեք բոլոր լուրերը, բացեք 1995-ից մինչև 2020 թվականի բոլոր լուրերը։ Բոլոր լուրերը, թերթերը բացեք ինտերնետով, կարդացեք թերթերը կան, ինտերնետային համարներ բացեք։ Հայաստանում սպասվում է պատերազմ, Սամանին սպասվում է պատերազմ, Հայաստանում սպասվում է պատերազմ, շուտով կլինի կռիվ, շուտով կլինի կռիվ 2001-ին, 2-ին, 3-ին, մինչև այս, գիտեք ինչի, որ հոգեբանորեն պահեն, երեխա է, չէ, մարդ է, մեծանում է, սկսում է լուր կարդալ, նայել, անընդհատ որ այդ մարդ ուղիղը լցես, որ ստե շուտով կռիվ ալնելու, այդ մարդը ինչ է մտածում։ Այ մարդ թողեն փախնեմ, ստեից ոչ եմ ուզում մեռնեմ։ Բերեք ճիշտը խոսենք։ Որ լուրը բացում է շուտով կռիվ, շուտով կռիվ, շուտով կռիվ, շուտով կռիվ, շուտով կռիվ, չէ, կռիվ չի լինելու։ Ոչ թե լինելու է Նիկոլի նման խղճահարույց ես աշխարհի խաչմերուկ ընկել են, իրանց դեբիլություն են հորինը տվեց ձեռը իրանցից ավելի անգրագետն է։ Ոչ մեկ քեզ խաչմերուկ չի համարի, եթե դու չկարողանաս որևէ տեղ քոնը պահես։ Ոչ թե պետք է նեղանաս տսինից, այլ բանակցես, բայց ոչ թե գնաս ոտներն ընկնես, ասես Թուրք ջան, ես եկել եմ խաչմերուկ, խնդրում եմ Ղարաբաղն էլ տար Արցախը, Նախիջևանն էլ տար, Մխիթարվես, Մխիթար տանձի ծառն է պոկի տար, ինչ ուզում ես տար։ Մենակ ինձ թող մի տեղ թեկուզ լինի Շենգավիթում մի հատ բուդկա վրան գրեք վարչապետ, չէ, այդպես չի լինելու։ Իմիջիայլոց հաղորդեցին, այ մարդ, այս Ծառուկյան ազգանունը այնքան է շատացել, մարդ խառնում է Ծառուկյան։ Նոր որ Գագիկ Ծառուկյանը եկավ, Ծառուկյան ազգանուն չկար, երևի Գագիկ Ծառուկյանը փող է տալի, ազգանունները փոխել է տալի։ Մի հատ Գորգ Ծառուկյան կա կապերի ղեկավար։ Այն ժամանակ իրոք ժողովուրդ, այդքան չկար, հələ հիշեք։ 2001, 2, 3, 4, 5 թվերին Ծառուկյան կար, չէ, հիմա որի ազգանունը բացում է Ծառուկյանը։ Այդքան էլ երեխա չեն ունեցա ամենայն դեպս։ Ասում է, որ Հայաստանի Հանրապետություն թուրք լրագրողները եկե հատուկ Նիկոլ Փաշինյանի կառավարության հրամանով, որ Նիկոլի հետ խոսեն, տեսնեն այսինչ ճանապարհներ են բացում ինչ են։ Ահա։ Այսինքն, այս մարդը ոչ թե ինքը կատարման կոնկրետ դրսի հրաման գերակատարում է, որպեսզի կարողանա Հայաստանի Հանրապետությունը վերածի զրոյի։ Մենք սա թույլ չենք տալու։ Այսա թույլ չենք տալու։ Ինքը գնալու նույնիսկ ճանապարհին վերացման քաղաքականություն ա վարում։ Սա մենք թույլ չենք տալու։ Հայ ազգը չի վերանալու։ Հայ ազգը ոչ էլ խեղճ է մնա։ Հայ ազգը խեղճ չի։ Հայ ազգի ներքին թշնամիները բոլոր խմբավորումներով հալածում են, ծախում են, դրսները գնում են սրաները տակ են մտնում, սրաները հետ թուրքերի հետ են պաչպչվում, հայ ազգի մեջ թշնամի չկա, թշնամին այս արդեն ծախված հոգով ջուտ տարածներ են, որոնց աստվածը փողն է, փողը քչանում է, սկսում են իրանք բոլորի տակ մտնեն, որ իրենք ապրեն։ 35 տարիներով ապրում են հայրենիքում, ոչ մեկ չի աշխատում, բայց բոլորը մարդա մի միլիոնանոց, կես միլիոնանոց տներ։ Չշարունակեմ էլ, անցնենք հաջորդ հարցին։ Անցնենք հաջորդ հարցին եւ սկսենք միջազգայինից մի երկու բան ասեմ, որ ձեր համար հետաքրքիր լինի եւ ավելի վերլուծական լինի։ Նախ Մոսկվայի պայթյունները երեկվա։ Այդքան ինչքան Մոսկվան պայթյուններ սարքվեց, ասես ոչ մեկ չէր համբերում եւ Մոսկվայի պայթյունները, որտեղ արդեն մարդիկ են մահացել, ճիշտ է Մոսկվան մեգապոլիս չի, գեգապոլիսը հասկանալի է 17-18 միլիոն մարդով, բայց պայթյունը արդեն զոհա։ Մարդիկ սկսում են փոփոխությամբ մտածել։ Մարդկանց մեջ ես ինչքան նայում եմ, իմիջիայլոց շատ եմ ուրախանում, այն օրը մեր գիտնականներից մեկի հետ ենք խոսում, ինքը ասեց, որ հայերի մեջ վերականգնվում է այն գենը, որ ինքը ռուս է եղել, հա, կարծեմ մեր հարգարժան Մոսկվայի գիտնականը ասեց, որ գենը վերականգնվում է ինքը Ռուսաստանի հայի, որ ռուսացել է, հետո նորից վերականգնում է, նույնիսկ ռուս հետ է գալիս Հայաստան։ Այո, ես ինտերնետով նայում եմ, այսպիսի նույնիսկ ղազախներ կան, հայերին, որ ակցորել են Ղազախստան, դու նայում ես մարդը ղազախ է, բայց խոսում է հայերեն, ու իրեն համարում է արդեն սկզբից ասում է հայ չեմ, ասում է որոշ ժամանակ ասում է ես հայ եմ։ Սա լավ է, բայց մի կամ երկու հոգու ետ վերադարձը Ժորժան գովելի է, բայց մենք ունենք, ասեցինք, Ռուսաստան 25 միլիոն հայ, որից 4-ից 6 միլիոնն են իրական հայ։ Եվ այս հայերն է պիտի գան, պարտադիր չհայրենիք, ելի եմ միշտ ասել, դուրս եկեք, որպեսզի չկորցնեք ձեզ։ Այս ամբողջ գործողությունների մեջ մեր հայերը պիտի ետ գան։ Ինչի՞։ Որովհետև միակ տեղը հայրենիքն է, որտեղ նրանց չեն վնասելու, այն որտեղ էր Յալոսլավլի, թե որտեղի հայերի պես մտցեղան գցեք, դե մի հատ պարեք, որ գնացել են ռուսները։
Հասկանա՞, իսկ Մոսկվայի պայթյունը սա հայերի համար առաջի կարմիր լույսն է։ Բոլորը պետք է հասկանան, որ սա կարմիր լույսը խփեց, այն որ ես ասում եմ Մոսկվան կրակների մեջ են այրելու։ Ինչ ասես էլի գրում էիք, արա մորես Սարև Պուտինը մեր աղբեր ու տան գերագույն աղբեր, դուք գնացեք ձեր չմո Հայաստանի տիրություն արեք։ Այսպես էին գրում Ռուսաստանի որոշ ռուսամեր հայեր, բայց իրականությունը ինչ եղավ, իրականությունը եղավ, որ Մոսկվան, Դոմոդեդովան եւ մնացած տեղերը պայթեցնում են։ Ճիշտ է, սրան հաջորդված պայմանավորված խաղ գնաց, Սուջա քաղաքը հանձնեցին։ Այո, հանձնեցին Սուջան։ Հանձնեցին, քանի որ այստեղ իր մեծ խաղը ունի միջազգային հաշվարկը, ճանապարհների եւ այլն հաշվարկը, որպեսզի կարողանային գազ տալ Եվրոպայի երկրներին։ Հիմա այդ Եվրոպայի երկրներին գազի դիմաց ինչ են հետևները սարքելու, սա արդեն տարբեր է։ Ինչ են սարքելու, սա արդեն տարբեր է։ Էնպես որ ամեն ինչի մեջ միայն խոսել ես խաղաղ եմ, ես պայմանագիր, սա կապիկություն է։ Իմիջիալոց ուզում եմ մի բան էլ արձանագրեմ, զարմացա ես երեք տեսած այն Միրզոյան Ռոբերտ, եթե չեմ սխալվում, այն որ գրում է նախագահի ռեալ նախագահ, թե տեխնացու ինչ մարդ է, ինք իր համար ելում խոսում, հա, պետության դեմ է խոսում, ինչ է խոսում, մարդ է իմի։ Կանչել են Թեքեյան կենտրոնում որևէ տեղ, ժողովուրդ ջան։ Խոսացրել են, միկրոֆոնը տվել են, խոսացել է, հետո հակաճառեցին, այս մարդը ասեց KGB-ի մեթոդով եք աշխատում, դրին այս մարդուն ծիծաղը սա գալիս, ծեծեցին, մի հատ տակից ապտակեց, հետո թևը ֆռացրեց, պարկացրեց սեղանին։ Այդ գիտեք ինչ է նշանակում։ Այդ ոնց որ մեր Քոչարի ազգային վերածնունդ կուսակցության բացմանը, ով եկել էր հյուր, դենտեղ մարդիկ կային, մեր հետ կապ չունեին, չէ։ Հյուր էին եկել, հելան մարդը թող արտահայտման տեղը, արտահայտվի մարդը, որ չլինի են ստանդարտ կոմունիստական կեցե հոկտեմբերյան հեղափոխություն։ Ուրա, ես հատուկ ընդամենը 48 վայրկյան ելույթ ունեցա, որ մարդիկ տեղ են գտել, արտահայտվում են երկրում խառնակ վիճակա։ Ինչ անենք, որ մեկը մի քիչ կարճ, մեկը մի քիչ երկար, կապ չունի։ Այդ նույն բաններ ոնց որ մարդկանց հրավիրենք, միկրոֆոնը տանք, հետո խոսային, բրցնենք, բռնենք, ծեծին։ Ծիծաղը սա գալիս, ոչ թե ծիծաղ սա գալիս, որ ծեծին, ծիծաղ սա գալիս, նախ մարդուն կանչում է կամերաների դեմը ծեծելու, հետո ինչ եք ուզում ձեզ ցույց տաք։ Առաջի հարցը, որ ասես դու KGB-շնիկ ես, այդ տակից հարվածնու թե ոլորելը, դա հենց հատուկ ծառայության KGB-ի պրիոմ էր, շատ արագ կատարեցիր, շարժում էր, բոլորը ովքեր պարապել են, լավ գիտեն, որ տակից հարվածնու թե ֆրցնել, պարկասները, դա ուժային կառույցի հարմար գործ է, դու չխփեցիր այնց ոնց որ խփում են փողոցային կռվում։ Այսինքն իմի ճիշտ ասես, ճիշտ չասես, ես ոչ մեկին չեմ պաշտպանում, բայց խայտարակությունն է, կամերաները անջատեիք կոնեն։ Այսինքն դուք ուզում եք ցույց տալ լավ տղա եք, հրավիրում եք մարդուն, վերջում եք ծեծում խրկում եք։ Այս մի աման ճաշտամի առասպել, լա գալի, կանչում եք միկրոֆոն եք տալիս, վերջում ծեծում ուղարկում եք։ Չի կարելի, չէ՞ սենց բան անել, կամերաներով ու տարածում եք։ Ինչի սենց բան կարելի անել։ Ու ռուսախոս, надоело, ты я твою это, այ տղա ջան, նախ հայերեն ինչ ես Հայաստանում ռուսերեն я твою, ты мою, ты свою, я твою, ինչեր ես խոսում։ Դարել ես Նժդեի միջեն, Գարեգին Նժդե ֆիլմի մեջ են ռուսախոս KGB-շնիկը, որ մեր լավ Քրիս Մանարյան նախամ, ասма, генераль, не поднимай голос, здесь мой голос должен подниматься։ Հիշում եք այդ մասը Նժդեի։ Բա ամոթ չի արա։ Ասենց էլ ուզում եք երկրի ինչ-որ հարց լուծեք, կանչում եք մարդուն խոսալու, կարծիքի համար ծեծում եք, հանում լարում եք։ Ասելիք ունեք, կամերան անջատեք, հանեք կողքի սենյակը, երկու բառ ասեք, ոչ թե կամերան միացած ծեծեք, գցեք, բերանը տայք սեղանին, հանեք, հա, ինչ, ասենք, հա։ Դու ուժեղ ես, ինչ։ Դու ուժեղ ես, հետո մի դիմացին ապրելու իրավունք չունի, հա։ Դու ֆիզիկապես ուժեղ ես, դիմացին չպետք է ապրի, տենց է աշխարհի ձևը, դուք ներսում դա եք անում, դրսում ասում եք խաչմերուկ եւ բանակցություն, խաչմերուկ Պուտին սուդմերուկ, հա։ Էսա ձեր դիրքը, ռուսախոսներ, Պուտին խերոս, Պուտին սուդմերուկ, խաչմերուկ, բանակցություն, եղբայրություն, հա, էսա ձեր ասածը, բարեկամություն, բա հելել եք նիստեր եք անում, հայ-ռուսական բարեկամություն եք խաղում, ինչքան ընդ է ռուսի տակը լենքի մտածկան սաղ գալիս են խոսում են, էսա ձեր բարեկամությունը։ Մարդուն կանչում եք, հան, էլի եմ ասում, ես այդ մարդուն ընդհանրապես ոչ հետևեմ, ոչ բան, մի երկու անգամ աչքիս ընկել է, մենակ են որ գրել է ռեալ նախագահ, թե իրական նախագահ, արդեն բան չարեց, երկու բառ լսել են, փոխել են, ոչ լավ է, ոչ բան։ Բայց ինչ վերաբերվում է մարդուն կանչես միկրոֆոն տաս վերջում ծեծես։ Այս նույն բանն է, ոնց որ կանչես վեկին քու հյուր, տան հյուր հաց ուտի քաշես ծեծես, էլի եմ ասում։ Մի աման ճաշտամի առասպելն է։ Խայտարակություն։ Անցնենք հաջորդին, հիմա բերեք Սիրիայից գնանք։ Հենց նոր Սիրիայից տղեկը գրեցին, որ
Թուրքերը անցել են ամենակեղտոտ բանի, սկսել են ջրերը փակել, մարդիկ ջուր չունեն Եփրատի ջրերը։ Բարձա։ Այն ինչ որ ասում էի պիտի լինի, այդ թուրքերը միշտ սուտ կուտ են տալիս հետո շարունակությունը, հա։ Բայց ասում է քրդերը, որ պայմանավորվել են Սիրիայի Ջուլամիի ղեկավարության հետ, թուրքերը դրա դեմ են։ Ես չեմ հավատում սրան, քանի որ դա տարածվող լուր կարա լինի, որովհետև ջարդի արդյունքները երևաց, որ այս Ջուլամին լրիվ թուրքի ջուլի ջնդի լամի է։ Սա պիտի նստի միջազգային դատանի առաջ որպես ժողովուրդ կոտորելու մեջ։ Մարդը, որ լինելով իսլամական ճակատի ղեկավար եք բերել են դրել են ղեկավարություն, թլպատված ջհուդ, սրան ո՞ց պիտի պահեն։ Պարզա։ Իմիջիալոց թլպատված ջհուդ, որ ասում եմ, շատ Հայաստանում պրո-հայկական ձեզ հայտարարած կուսակցություններ խմբեր դες հետ կապ ունեցող։ Մի նեղվեք, որ ձեր տերերին հայում եմ։ Կարակ էս ուղարկեք ձեր տերերին, ձեր տերերը արդեն զանգել են, գիտեմ, որ սենց են ասում։ Պարզա։ Թլպատված ջութ, հենց թլպատված ջութները զանգել են ինձ, եկեք տեսել են, ունեց որ կարելի է այս բանը ասել, եթե դուք կնեղվեք դրանով ձեզ մի $500 կտան արեք։ Անցնենք հաջորդ հարցին, անցնենք պատմական մասին։ Հարգելիներս, ես պատմական մասը շատ եմ սիրում եւ շատ եմ ներկայացնում, բայց ինչ վերաբերում է պահերին, որ երկրում ծանր իրավիճակ, ասենք, պայտակ, զգում ես, որ պայթյունավտանգ է, պետք է ներկայացնես, այսինքն պատմության ժամանակը չի, կամ կուսակցության նիստերներ հյուրեր ունենք եւ այլն։ Իմիջիալոց հյուրերի քանակությունը ես տեսել եմ գրել եք, մի քիչ կքչացնենք, ոչ թե ամեն շաբաթ, ամիսը 2 անգամ կանենք, որ հաճելի լինի, որտեղ որ ամեն օրը կամ ամեն շաբաթա տեսել եմ անգում ապրում բոլոր դիտորդները։ Այսինքն հետաքրքրությունն լուր լսել է այդ օրվա մասին։ Կարելի է։ Հիմա ես կանդրադառնամ մեր Հայաստանի պատմական Հայաստանի երկրներից մեկին, որը նաև մեր պատմական Հայաստանն է, չգիտես ինչու նրան փորձում են համարել ոչ Հայաստան շատ մարդիկ, թուրքին եք լավություն անում։ Հա, թուրքին եք լավություն անում, քարտեզը բռնած հատուկ այդ մասը չգցած որ լավություն անեք, էդպես լավ չի։ Բերեք գոռանք Գյումրին Հայաստան է եւ վերջ, այդքան տեղի վրա լռվենք։ Կամ ինչի Գյումրին փոքր, Ախուրյանը Հայաստան է եւ վերջ։ Կամ Ախուրյանն էլ է մեծ, Հայկասարը Հայաստան է եւ վերջ, որ մեջը 40 տուն ունի, ինչ ունի։ Ինչ եք բանանում, հսկայական գամիրքը, ինչի հայկական չի համարվում։ Տեսեք, սկզբում Կիլիկիայից են հրաժարվում, հետո Գամիրքում, գալիս են այնտեղ բոլոր մասերից հրաժարվում են։ Գամիրք կամ Կապադովկիա, որը նշանակում է գեղեցիկ նժույգների երկիր, որը գալիս է լատինական բառից, թուրքերն վերցրել են Կապադոկիա, իրանց ձևակերպամբ, ինչքան խփնված է կա, մանավանդ հայերից գնում գեոլոկացիա նշում են Կապադոկիա, ինչի այլասերված, որ բռնես գրես Գամիրք հայերեն Ինչ կլինի, քեզ չեն հասկանա, լատիներեն գրի գամիրք, ով չի հասկանում իր պրոբլեմն է, քանի որ գամիրքը ցանկացած ինտերնետում խփելուց միանգամից փոփոխվում է Կապադովկիա ձևով լատինական, ոչ թե Կապադոկիա թուրքական, Կապադոկիայում Կապադոկիային քեզ Նեմրութի լանջին, պատմական հայկական աստվածների տեղը, պատմական հայկական Ալիս գետի հովիտը, պատմական հայկական պետությունների գամիրք կոչված մասը, որ այսօր Կայսերի Կեսարիա Թուրքիա անունով է գնում Կայսերի եղել է Կեսարյան, բուն մաժակ քաղաքը հայկական, որտեղ հայ թագավորներ են եղել 300 մեր թվարկությունից առաջ 500-600 թվերից հայկական թագավորներ են եղել, տեղում ապրողները միշտ մեծ մասը հայ են եղել, հետո Հռոմը փորձել է լատինների մտցնի, էլի չի ստացվել, քանի անգամ պատերազմ ա եղել, մակեդոնացին եկել է, բայց էլի տեղի բնակչությունը հայ ա եղել, եւ 93 թվականին, 310 թվականին Արարատ էլի Արի Արադ թագավորը բոլոր թագավորների անունները հայկական են եւ ինչի Արի Արադ արիական ցեղի եւ էլի Արարատ բառնը եւ 93 թվականին ինչի Տիգրան մեծ ուզեց Գամիրքի Պոնտոսի մասը տարածքայինը Պոնտոսին իսկ բնակչությունը Մալացիա քաղաքով հայերին որտեղ բնակչությունը հայ է ինքը ուզբեկ չէր ուզելու բերել տներ այդտեղ Եվ նրանից հետո քանի հայկական պետություն է եղել Գամիրքում, Փիլարոս Վարաժնունու պետությունն է եղել Գամիրքում, Գադիկի հետագայում Գադիկ թագավորի տարածքն է եղել այս մասում, հա? Տարբեր հայկական գավառներ, գավառների անուններ, քաղաքներ, Կիլիկիային սահմանակից, Հայաստանի սահմանակից, Մալացյան Գամիրք է Կեսարիա մաժակը գամիրք է, թագավորները գամիրքից են, հայ Փիլարոս Վարաժնունի կես մասն է Կիլիկիայի գամիրքում են։ Այս ամբողջը մենք ունենք ու այսքանից հետո որևէ մեկը ուզում է համարի դա Հայաստան չի, դա Կապադոկիա է, հա։ Այդ նույն բանն է, որ ասեք Շուշի չի, Շուշա է, դա Ադրբեջան։ Նիկոլի ու Քոչարյանի բանն է կատարում, պետական հրամանն է կատարում։
Գամիրքի մասին ինչի մեծ բաներ չեք ասում, հա? Ծամնդավի թագավորությունը Գագիկ Աբասյանը, որ Կարսը հանձնեց եկավ, Ծամնդավի թագավորություն էր դրել, Սվազը, Սեբաստիան այսօրվա եւ այդ ամբողջ տարածքը Գամիրք չի, Գամիրք է։ Փոքր Ասիա թերակղզու կենտրոնական ամենահոյակապ մասն է, ինքը ընկած հսկայական տարածք։ Ինչի էս մասի վրա չեք խոսում, 5-6 Հայաստան տարածք է, հսկայական տարածք։ Հասնում է մինչև հայկական Անգորա քաղաքը, որը թուրքերը միտումնավոր կերպով 1926 թվականին 26800 բնակիչ ուներ, որից 21000-ը հային վերցրեցին, անունը փոխեցին, միտար դառավ Անկարա եւ սարքեցին Թուրքիայի մայրաքաղաք, հա? Դրա համար չեք խոսում։ Պապաները չի թողե, առած մի հատ ծրագիր եք առել ձեզնով գծած, էս ինչի հռչակագիր, էս ինչի իրավարոճիր, էս ինչի թուղթ, այն ինչի թուղթ, հսկայական Գամիրքը նվեր Թուրքի։ Պայքարը լինելու է հայկական բոլոր հողերի համար։ Կիլիկյանա, Գամիրքնա, Գալատյանա, մինչև այսօր այնտեղ բնակավայր կա, որը կոչվում է Կելտիկ, կելտերի բնակավայրն է։ Ինչի ձեզ թվում է Գամիրքում չեն եղել, այս կելտերը ովքեր են։ Հələ դրա կելտերի դեն նայեք, ովքեր են այսօր։ Հայերը, կելտերը, իռլանդացիները, շոտլանդացիները, վալոնի ժողովուրդը եւ բրետանները։ Բրետանիա թերակղզուց, որոնք գնացին Մեծ Բրիտանիա երկիր։ Եվ լոթարինգների մեջ էլ կան կելտական արյուն։ Այսինքն, որոնք մի մասը ապրում են Բելգիայում, մյուս մասը ապրում են Լյուքսեմբուրգում եւ Նիդերլանդների, Գերմանիայի սահմաններին։ Այսինքն հիմա մենք վերցնենք, ասենք Գամիրք չկա, հա, դա Կապադոկիա է, որ գնում նկարվում եք հետևները տված Թուրքիայի նկարի թուրքական դրոշի տակ, Կապադոկիա նշում է, Կապադոկիա չկա։ Կապադոկիան ձեր մեջքին կարաք տատու անեք, բայց հայերեն Գամիրք որ հիշեք, որ հայկական հողեր շատ է։ Ոչ թե փոքր հայք, ոչ թե մեծ հայք, ոչ թե Կիլիկիա, ոչ թե հայկական Միջագետք, ոչ թե Արևելյան Հայաստան, Արևմտյան Հայաստան, Պարսկահայք, Գուգարք, մենք ունենք նաև այլ հողեր, պետություններ, որոնց վրա բազմադարյա մեր թվարկությունից առաջ 600 թվից մինչև մեր թվարկության 1100-1200 թիվը հայկական պետություններ է եղել։ Ավելի շատ, քան որևէ երկիր գոյություն ունի այսօր աշխարհում։ Ավելի շատ, քան գոյություն ունեն քոչվոր թուրքերը աշխարհում։ Ավելի շատ, քան գոյություն ունեն ռուսները այս աշխարհի վրա, ավելի շատ, քան գոյություն ունի, չասեմ, Ամերիկան եւ մյուսները, Անգլիան եւ մյուսները, չնայած Անգլիան ինչքան էլ փորձում եք Անգլիային հայհոյել, ես ասել եմ ու կրկնում եմ, Անգլիան ավելի շատ գործառ է հայերի համար, քան ցանկացած երկիր։ Ապացույցություն է։ Անգլիան ով բրդեց այդ Հայաստանի սահմանը հասցրեց մինչև Կարինի ճանապարհ։ Ես, բա, ով դաշնակը, չէ, բա ով։ Անգլիան ռուսները չէ փախել էին Հայաստանի առաջին հանրապետությանը։ Ով բրդեց Կարսի մարզով բան բերեց, ասեց աշկներդ կհանեմ թուրքերին ստից առաջ գնաք, ով վաճառեց։ Դաշնակները։ Ճիշտ է, ճիշտ է։ Որ բա ամեն մի 200 մետր 800 մետրի համար հերոսամարտեր գրվեց, Սարդարապետի հերոսամարտ, Բաշապարանի հերոսամարտ, Ղարաքիլիսայի հերոսամարտ խլի Ղարաքիլիսայի։ Բա ոչ մեկը այդ արանքը թուրքերը տենց փախան, թուրքերն տենց համեստեն կռիվը տվին փախան, որ հայերը հաղթելով կան, հասնեն միջև Կարինի ճանապարհ, հա, երկու Հայաստան տարած, բայց 28000, 29000 քառակուսի կիլոմետրը միջև Երզնկայի ճանապարհով հասցրեց։ Ձեն չկա։ Պատմության միջից մաքրել եք, որ ձեր ռուսա բոլշևիկ, ջյուդա բոլշևիկ տերերը բան չանեն, հա, դե այդ պատմությունը հանեք դուրս, անգլիացիները բոլոր պատմություն ունեն, նկարներն ունեն, բերելու թղթերն ունեն, դե թող Հայաստանի Հանրապետությունը մեկը լինի ղեկավարությունից, դուք անգլիացիներ գիտես ինչ կա, Անգլիան է արել։ Ու այդ խոսքերը, որ անգլիական նավերը չեն կարող ելնել հայկական սարերը, լուրջ եք ասում։ Այդ նույն բանն է, ինչ որ Խաչատուր Աբովյանին տարան սպանեցին ռուսները ու ասում են Խաչատուր Աբովյանն ասը օրնվի այն սահաթը, այն ժամը, այսինքն վարկյանը, որ ռուսի սապոգը մտավ հայ հողին։ Ոչ։ Նույնը էր, որ Գայը Հայկ Բժշկյանցը պայքարելով Սարդարապատում տվեցին ռուսական երկաթյա դիվիզիայի հրամանատար, վերջում տարան Ստալինի հրամանով գնդակ արելու Բերիայի գորմեր կեցենկեր Լենինը, կեցենկեր Ստալինը, կեցենկեր Բերիա։ Այս չի։ Այսինքն բացելով բոլորի տաշկերը ես միշտ վերլուծում եմ ոչ թե պատմական չոր տվյալներ, այլ իրականություն։
Սայից հետո բոլորդ հարգելիներս հասկացեք, որ գամիրքը դա բուն հայկական տարածք է, բացեք գամիրք կամ կապադովկիա, խփեք, կարդացեք, տարածքը նայեք, որպեսզի չբաժանեն մեծ հայք, փոքր հայք, այս ինչի ծրագիր, այն ինչի ծրագիր, այս ինչի մորքուրի գծած ծրագիր, մենք ուրիշի ծրագրով չենք գնալու։ Ժողովուրդ, հիշեք, այն ծրագրերը, որը գծվել է ու չի իրականացվել մանավանդ, դրանք թղթով չեն անցնելու, ժողովուրդ։ Աշխարհում տիրում է զենքը, այսօր Սիրիայում դրանց կոտորում են, Եվրոպան ձեն չի անում, Արևմուտքը ձեն չի անում։ Թղթով կարա՞ք ապացուցեք, որ այդ մարդիկ անմեղ են։ Ֆիքսում են թղթով, Արտակ Սարգսյանը ժամանակին ճիշտ ասեց։ Ասեց, երբ որ մենք պաշտպանում ենք Հարավային Սուդանի քրիստոնյաներին կոտորածից Դարֆուրին, եվրոպական բոլոր երկրները բան էին լրացնում, գրում էին, այսօր մահացավ 200,000, այսօր կոտորվեցին 400,000, ոչ մեկ չէր օգնում, չէ։ Կոտորելու հեղինակները ովքեր են, ռուսները իրենց բուտի օգնությամբ զենք էին տանում։ Իսկ հակառակ կողմի հաղթական արդեն կարանք ասենք գաղտնիք չի, հաղթական հաղթանակ բերող իրավունքը ում էր պատկանում Սարգսյան Արտակին։ Իրենք բերեցին զենք, ամեն ինչ եւ այլն, որ քրիստոնյաները պայքարեն ու մարդիկ անկախանան։ Այսօրվա դրությամբ Թուրքիայի համարյա չափ 618,000 քառակուսի Հարավային Սուդանն էթնիկ քրիստոնյաներով եւ Սուդանի բոլոր հանածոների 80%-ը գտնվում է իր մոտ, մնացած անապատային մասը մնացել է մահմեդականներին եւ Արտակ Սարգսյանին տվել են ազգային հերոսի կոչում իր մատուցած ծառայության համար։ Սա ես բացատրեցի պատմությունը հարգելիներս, ոչ թե գովելու համար հատուկ Արտակ Սարգսյանին, այլ ցույց տալու մարդու ճանապարհը, որովհետեւ մարդիկ ոչինչ չարած դոշտերին 770 հատ մեդալ են կախում ու Բրեժնևի պես հելում են դուս արգիշտի, մարգիշտին, պարզվում է, որ մի մեդալն ստացել են, ես իմ ինչի համար, չգիտեմ, շաբաթօրյակի մասնակցելու թե ինչի համար։ Մարդը հարյուրավոր մեդալներ ունի, ոչ մի բանի մասին չի թողում խոսենք։ Իսկ գովազդը ազգի ականջը լցում։ Մի բան չեն անում, ասում են ես են արել։ Մեր ասածը խոսում, ասում են մենք ենք արել։ Իսկ մեզ պետք չի, որ մենք ուրիշի ասածը վերցնենք, ասենք մենք ենք արել։ Մենք մեր ասածը գոնե ուզած թե չուզած պիտի բարձրացնենք, որ մարդիկ հասկանան։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը, մաղթում եմ բոլորիդ լավ օր, հարգելիներս, հիշեք, ով ունի հայի գեն, նա ապրելու է, ով գեն չունի ծախվավ փողին, նա չի ապրելու, նա մարդ չի լինելու, նրա սերունդը իրեն չի հիշելու, ոչ մեկ, որևէ մեկը հիշում եք ձեր բնակավայրի, գյուղի, քաղաքի եւ այլն, ասենք ծախու էս ինչին կամ վայս էս ինչին, չէ, չեք էլ հիշում, չեք էլ ուզում, նրա երեխաներն են նույնիսկ ամաչում, չէ, որ ասեն վայս էս ինչի երեխան է, չէ, կամ ծախու կամ դավաճան էս ինչի։ Հիմա նույնն էլ այս մարդկանցն է, եթե դուք մտնում եք ձեզ ապացուցելով, որ երեխուն լավ եք պայելու, մի հատ ջիպ ավել առնեք մտնում եք Թուրքի տակ, դա ոչինչ չի լուծում։ Հայի գենը Աստծո գենն է, Աստծո մասնիկը մեր մեջ։ Դրա համար բերեք բոլորս միասին աղոթքի խոսք եւ առ երկինք ուղարկենք մեր ցանկությունները, որպեսզի իրականանա։ Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին եւ արտաքին թշնամիներին, Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին, հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Բագարանում, Գանձակում, հաջորդ տարին Վանանդում, Մուշում, Վանում, Կարինում, Սասունում, Բաբերթում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պորսում։ Ամեն։